Այսօր խոսելու եմ այն մասին, թե ինչու է ուժեղ Հայաստանը որոշել ընտրողների հետ փակ հանդիպում կազմակերպել և քննարկել արդյոք մանդատները վերցնելն է ճիշտ, թե ոչ։ Նարեկ Կարապետյանը նախ իր ելույթում հայտարարեց, որ անցյալ տարի այս ժամանակ, երբ ստեղծվել ունեին մի քանի տասնյակ աջակից, այսօր արդեն ունեն 340,000 մարդ, ովքեր իրենց վստահության քվե է տվել։ Նախ սկսեմ նրանից, որ արդեն իսկ ֆենոմենալ է, որ քաղաքական ուժը, որը հավաքել է այդքան ձայն, չգիտի ինչ անել և պետք է ընտրողների հետ հանդիպի, որպեսզի իր գործողությունները հասկանա։ Սա նշանակում է, որ այդ ուժը ի սկզբանե չուներ ծրագիր, չուներ պլան և ուներ ընդամենը մեկ պլան, որ մասնակցում է ընտրություններին և հաղթում։ Այն ինքնավստահությունը, որով ուժեղ Հայաստանն էր ընտրություններին գնում մասնակցելու, նման վիճակը ուղղակի աբսուրդային է։ Բայց սա մի կողմ։ Տեսեք, եթե նման քննարկում, հանդիպում այս ուժը կազմակերպեր ընտրություններից անմիջապես հետո, ընտրությունների գիշերը կամ հաջորդ օրը, այսինքն մինչև որոշում կայացնելը մանդատները վերցնելու, էլի ինչ-որ միտեղ հասկանալի կլիներ, կմտածեինք, դե հիմա մարդիկ չեն ունեցել գործողությունների պլան, հիմա որոշել են մարդկանց հետ հանդիպել, քննարկել, որպեսզի հասկանան ինչ անել։ Բայց երբ դա նրանք անում են այն ժամանակ, երբ արդեն որոշել են, որ մանդատները վերցնելու են, իսկ նրանք դա որոշել են, սա ունի ընդամենը մեկ նպատակ՝ պատասխանատվությունը իրենց վրայից գցել։ Ամենավատը այս իրավիճակում այն է, որ Սամվել Կարապետյանի թիմը փորձում է մարդկանց շատ ավելի կեղտոտ ձևով խաբել, նա փորձում է մանդատ վերցնելը հիմնավորել իրեն ընտրած մարդկանց կամքով, այսպես ասած։ Ինչպես, տեսեք, նախ նրանք հայտարարեցին, որ հանդիպումը լինելու է փակ ֆորմատով, այսինքն չի լուսաբանվելու, և տեխնոլոգիաներից հասկացող մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ունենալ նախապես պատրաստված, ելույթներով պատրաստված մարդկանց, ովքեր, այսպես ասած, հանդիպման ընթացքում կստեղծեն տպավորություն, որ մարդկանց մեծ մասը կողմ է մանդատները վերցնելուն։ Ես չեմ բացառում, իհարկե, վստահ եմ, որ այդ հանդիպմանը մասնակից կլինեն նաև սովորական քաղաքացիներ, ովքեր գուցե հնչեցնեն իրենց կարծիքը, որ դեմ են մանդատները վերցնելուն, բայց ընդհանուր առմամբ հանդիպումը կկազմակերպվի այնպես, որ այդ մարդկանց մոտ կստեղծվի տպավորություն, թե մեծամասնությունը կողմ էր մանդատները վերցնելուն։ Եվ ուժեղ Հայաստանը արդեն մանդատները վերցնելը կհիմնավորի, որ դա իրեն քվե տված մարդկանց, այսպես ասած, կամքն է և նրանք ուղղակի կատարում են այդ մարդկանց կամքը։ Հիմա հարց, քանի հոգի է տեղավորվելու այդ հանդիպմանը, 10,000 հոգի, 20,000 հոգի, հաստատ 340,000 մարդ, ովքեր քվե են տվել ուժեղ Հայաստանին, չեն գալու և իրենց դիրքորոշումը հայտնեն մանդատ վերցնելու հարցում։ Հետևաբար ամբողջ պատասխանատվությունը մանդատ վերցնելու ուժեղ Հայաստանինն է լինելու։ Ես հերթական անգամ ուզում եմ հիշեցնել ուժեղ Հայաստանին, որ եթե դուք վերցնեք մանդատները այն ընտրությունների արդյունքում ձեզ տրված, որոնք հենց դուք համարում եք կեղծված, ապա դուք լեգիտիմացնելու եք այդ կեղծված ընտրությունները և դուք ՔՊ-ի հետ միասին համարվելու եք պատասխանատու բոլոր այն որոշումներին և փոփոխություններին, որոնք լինելու են ձևավորվող նոր ազգային ժողովի գործունեության ընթացքում։ Այսինքն, եթե մինչ այս ընդդիմությունը, խոսքը 2021 թվականից մինչև 26 թվականների մասին է, ընդդիմությունը ասում էր, թե պայքարում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ և բոլոր որոշումների պատասխանատուն, այսպես ասած, հայտարարում էին իշխանությանը, ապա այսուհետ այլևս այդ պայքարի իմիտացիա ստեղծելով հնարավոր չի լինելու պատասխանատվությունից խուսափել։ Մանդատները վերցնելով թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը պատասխանատվություն են կրելու բոլոր այն զարգացումների համար, որոնք տեղի են ունենալու Հայաստանում, քանի որ դուք ինքներդ եք հայտարարում, որ ընտրությունները կեղծված են, և այդ կեղծված ընտրությունների արդյունքում ձեր իսկ կողմից մանդատ վերցնելը նշանակում է պատասխանատվությունը կիսել իշխանության հետ։ Այլևս այն լապշաները, թե մենք պայքարում ենք, մենք կապ չունենք, մենք գործ չունենք, էական էլ չէ, դուք կգնաք ազգային ժողովի նիստերին, թե ոչ, կլինեք բուտաֆորիկ ընդդիմության կարգավիճակում, թե ոչ, մանդատները վերցնելու պահից դուք հավասար պատասխանատվություն եք կրելու երկրում կատարվող յուրաքանչյուր փոփոխության և զարգացման համար։
Հաջորդը, ուժեղ Հայաստանը արդեն բավականին երկար ժամանակ է ադրբեջանական մամուլը թարգմանում և տարածում է հայկական տիրույթում։ Տեսեք, եթե նախընտրական փուլում դա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, մտածել, որ դե մարդիկ ցանկանում են ձայներ հավաքել այդ կերպ, իրենց շուրջ մարդկանց համախմբել, սպառնալիքները ցույց տալ, որպեսզի մարդիկ իշխող ուժին ձայն չտան, հիմա արդեն դա անհասկանալի է։ Հիմա, եթե դուք չեք կարողանում հայկական օրակարգ ձևավորել և հակադարձել ադրբեջանական թեզերին, ապա ուղղակի մի տարածեք ադրբեջանական օրակարգը հայկական տիրույթում։ Այլապես արդեն ստեղծվում է այլ տպավորություն և հարցեր են առաջանում ձեր մոտիվների հետ կապված։ Ինչն է պատճառը, որ դուք ադրբեջանական այն թեզերը, որոնք ամենևին պարտադիր չէ տարածվեն հայկական տիրույթում, բերում եք և տիրաժավորում եք։ Եթե տարածում եք, ուրեմն դրան հակադարձող քայլեր էլ պետք է անեք։ Եթե չեք անում, ուրեմն նորմալ չէ, որ հայկական տիրույթում սկսում է տարածվել այն, ինչ պետք է ադրբեջանցիներին։ Նորմալ է, երբ ադրբեջանցիներն են դա անում, այսինքն մարդիկ ունեն օրակարգ, իրենց օրակարգը տարածում են, բայց նորմալ չէ, երբ հայերն են սկսում տարածել ադրբեջանցիների ասածները և օրակարգը։ Իդեպ սա վերաբերում է բոլոր ազգերին, առհասարակ աննորմալ է ռուսների, ֆրանսիացիների, ամերիկացիների, ադրբեջանցիների, թուրքերի յուրաքանչյուր այլ ազգի օրակարգ բերել մեր տիրույթ։ Փոխարենը մենք պետք է մեր օրակարգը ունենանք և փորձենք մեր օրակարգը տանել այլ երկրների սոցցանցային լրատվական տիրույթներ, ինչը մենք չենք անում։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներից մեկն էլ այսօր հայտարարել էր, թե փողոցային պայքար կսկսվի այն ժամանակ, երբ ժողովուրդը պատրաստ լինի։ Նախ ուզում եմ հասկանալ այդ ժողովրդի պատրաստ լինելը ոնց է չափվելու, ինչ չափման միավոր կա, հա, ոնց են հասկանալու, որ ժողովուրդը պատրաստ է։ Եվ երկրորդը, գիտեք, երբ որ ժողովուրդը արդեն այնքան պատրաստ լինի, որ ինքնաբուխ կսկսի փողոցային պայքար, կներեք, բայց այդ ժամանակ առհասարակ ժողովուրդը ձեր կարիքը չի ունենա, ոչ միայն ձեր կարիքը չի ունենա, այլ առաջինը հենց ձեզ կհեռացնի մինչև Նիկոլ Փաշինյանին հասնելը, որպես ուժի, որը հերթական անգամ հիասթափեցրեց իրեն, խաբեց և գցեց և հերիք չի այսքանը արեց, մի հատ էլ հիմա փորձում է պատասխանատվությունը նորից գցել հենց իր վրա, ժողովրդի վրա։ Հասկանում եք, աբսուրդայնությունը այն է, որ ամեն անգամ ընդդիմությունը այս ժողովրդին փորձում է դնել կատարյալ հիմարի տեղ։ Սա շատ ցավալի երևույթ է և կարծում եմ արդեն ժամանակն է, որ հասկանան, որ այսպես շարունակել ուղղակի անհնար է։ Այս փուլում ես կարծում եմ ուժեղ Հայաստանի համար լավագույն լուծումը, որոշումը իրենց համար կլինի այն, որ ուղղակի անկեղծ ասեն մարդկանց, որ այո, չեն ունեցել գործողությունների պլան, ունեցել են ընդամենը մեկ տարբերակ, որ մասնակցում են ընտրություններին և հաղթում են, հիմա որոշել են մանդատները վերցնել, ինչու, որովհետև այդպես են ուզում, այդպես են որոշել, առանց հերթական անգամ մարդկանց մանիպուլացնելու, առանց խաբելու, առանց փորձելու նորից մարդկանց վրա ինչ-որ պատասխանատվություն դնել, որը ամենևին ժողովրդինը չէ։ Այս պարագայում գոնե թե դուք կարողանաք պահել ձեր դեմքը։ Ես իհարկե գիտեմ, որ այս տարբերակով քաղաքական հետագա գոյությունը որպես քաղաքական ուժ հնարավորությունը մինիմալ կլինի, բայց գոնե կկարողանաք մարդկային առումով պահել ձեր դիմագիծը։ Ինձ նաև շատ հետաքրքիր է հեծը պետականացնելու արդյունքում ինչ է լինելու հեծի պարտքերի և վարկերի հետ, ինչպես նաև այն վարկերի հետ, որոնք Տաշիր գրուպը վերցրել էր հեծի երաշխավորությամբ։ Կարող է հանկարծ պարզվի, որ հեծը պետականացնելով Նիկոլ Փաշինյանը օգուտ է տվել Սամվել Կարապետյանին, այլ ոչ թե վնաս, և օրինակ այդ պարտքերը և վարկերը մնացել են մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, այսինքն պետք է վճարվեն Հայաստանի պետական բյուջեից։ Հետաքրքիր է այս հարցերի պատասխանները իմանալը։ Եվ վերջում ես տեսնում եմ, որ մեկնաբանություններում շատ են գրում այն հարցը, թե ինչ անել։ Ես կարծում եմ, որ այս փուլում նախ պետք է ջրերը պարզել, այսինքն հասկանալ ով է, ով ինչ մոտիվացիա ունի, ով ինչի համար է անում այն, ինչ որ անում է, որից հետո արդեն ինչ անել հարցի պատասխանը շատ ավելի ակնհայտ կլինի։ Այսօր այսքանը, լավ եղեք։